Ապեցին։ Որ ճամբայցանցման դրություն, որ ժողովուրդ նստեք, որովհետև ես վերևան նայելու էլի սրտազանը։ Ուր եմ նայելու։ Չէ, դուք որ Կարող է շատ փոսնգած չլինեմ, էլի։ Ես կոմպտի նայում, կոմպտի նայում։ Այս սրանք սեղանի վրայիններ են։ Չէ։ Սրբազան դուք տնային կալանքի պայմաններում եք գտնվում եւ հիմա պատրաստվում եք մեկնել Իջևան, որպեսզի կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, դե չենք հարցնում եք ընտրելու, բայց ինչ կոչ ունեք ժողովրդին որպես հոգեվորական եւ որպես Բագրատ Սրբազան։ Հիմա սա օրինական է այսօր կոչով հանդես գալը, թե չէ։ Որևէ տեխնոլոգի ուժի օգտին կոչ անել չի կարելի, բայց թեպետ մեր երկրում օրենք կա, որ մի հատ էլ օրինականության մասին մտածենք, չեմ կարծում։ Ինչ եք մտածում այս ընտրությունների հետ կապված։ Ես նախ առիթ օգտագործելով ինչպես այս ամբողջ ժամանակահատվածում ուզում եմ հրավիրել մարդկանց, կոչ անել, խնդրել, պահանջել, որպեսզի անպայմանորեն գնան ընտրության։ Նախ այդ որևէ ընտրություն եւ այս պարագային սա յուրաքանչյուրի պատասխանատվությունը, կեղծավորությունը եւ բառիս ամենալայն իմաստով ասում խաբեությունը, երբ դու չես գնում քո պատասխանատվությունը, չես դնում այս ամբողջ գործընթացի մեջ եւ ուրիշից հետո պահանջում ես, որ ինչ որ կերպով քո կյանքը բարեփոխվի կամ բարելավվի։ Հետևաբար ով չի գնալու ընտրության, ոչ թե կասեմ, որ իրավունք չունի վաղը մյուս օր խոսելու, այլ պարզապես ինքը պատճառը դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում, ոչ թե ինքը։ Եվ հետևաբար ես հրավիրում եմ, կոչ եմ անում այս կարևոր, շատ կարևոր հանգրվանին, որ ջրբաժան հանգրվան է մեր կյանքում։ Գնան ընտրության եւ ստանձնան այդ պատասխանատվությունը, ոչ միայն իրավունքը կիրառեն։ Իդեպ ձեզ համար սպասել էր, որ դատավոր Վազգեն Ռշտունին կփոխի ձեր խափանման միջոցը եւ ավելի մեղմ։ Բացարձակ ոչ։ Ավելի մեղմ չի։ Իմ կարգավիճակը այնպես չի եղել, որ մեղմի կամ խիստ լինելու կարգավիճակ եղել։ Ես ոչ էլ ակնկալել եմ։ Ոչ ակնկալել եմ, ոչ սպասել եմ, ոչ էլ որևէ կերպով հույս եմ փայփայել, որ կամ էլ մտածել եմ, որ պետք է կալանքի խափանման միջոցը փոխվի։ Որևէ այլ խափանման միջոցով։ Ինձ համար անընդունել է բոլոր տարբերակները փոփոխության։ Այսինքն համակերպել եք մտովի այդ կարգավիճակի հետ, Չէ համակերպել, դա իմ պայքարի խրամատներ։ Իսկ մի բան է, ինչպես ստացվեց, որ դուք ձեր տնային կալանքը որոշվեց, որ պետք է կրեք ձեր փաստաբան Տաթևիկ Սողոյանի բնակարանը։ Մենք հասցե չենք տվել, հասցե տվել ենք դեկտեմբեր 30-ին, այս անգամ հասցե չենք տվել, իրենք էլ հանել են հասցեն նախորդից եւ վերջի վարկյանի որոշում է եղել, թե ուր գնան։ Մենք որոշումը այդպես ենք կայացրել, քանի որ ինչպես գիտեք, ես շատ հարստություններ ունեմ, բազմաթիվ բնակարաններ եւ ինչպես հայտնի պատմության մեջ ասում է ագարակներ եւ այլն եւ այլն։ Դե ինչպես եք զգում ձեզ այստեղ։ Շատ լավ եմ զգում, հանգիստ, ավելի ինչ ասեմ, տարօրինակ, հա, այսպես ասեմ։ Ոչ միայն այս տան, այլ ընդհանրապես, որովհետեւ դարձյալ պիտի կրկնեմ, ինձ համար տարածությունը, ժամանակը ոչ մի նշանակություն չունեն։ Ինձ համար կարևոր է, թե ես այդ տարածության ու ժամանակի վրա իշխանություն ունեմ, թե չունեմ։ Իսկ ունեք։ Հաշտ ունեմ, միշտ ունեմ։ Ես եմ ստեղծում իմ տարածությունն էլ, իմ ժամանակն էլ։ Երկար ընդմիջումից հետո Տավուշ եք գնում։ Ինչ եք զգում դուք։ Ես գիտեմ, որ ձեզ այնտեղ շատ սիրում են, դուք Տավուշը շատ սիրում եք։ Գնամ կտեսնեմ ինչ եմ զգում։ Դե մարդկայնորեն
առանց չափազանցնելու պետք է ասեմ, որոշ իմաստով կարոտել եմ, գնամ տեսնեմ։ Վերջ-վերջո 10 տարի այնտեղ եմ եղել, ապրել եմ եւ պարզապես չեմ ապրել։ Ամեն ատոմով ու բջիջով եմ ապրել, այնպես որ գնանք տեսնենք։ Շատ սիրով բոլորը թող գնան ընտրության, ժամանակ տրամադրեն, ինչպես ասացի, սա ոչ միայն ձեր իրավունքի մասին է, այլ նաև պատասխանատվության մասին։ Եվ մի թողեք, որ ուրիշները ձեր կյանքի ուղին գծեն ձեզ համար, եւ դուք մնաք այդ որոշումների ներքո։ Գնացեք դուք ձեր որոշումը կայացրեք ինչպիսին որ ուզում եք։ Դե վստահ եմ, որ ուզում եք բարի լինի եւ հաղթանակող։ Երբ կավարտվես ամենը, կարծում եք ընտրություններով ինչ-որ հանգուցալուծման կգանք։ Ես միշտ ասել եմ, որ չարիքի հետ մրցույթի մեջ մտնել չի կարելի։ Դա սուրբ գրային պատմում է, իմ ասելիքը չի։ Հիմա այսպես է զարգացել ընթացքը, տեսնենք, Աստված երևի այս ճանապարհն է ուզում, իմիջիայլոց այսօր Սուրբ Էջմիածնի հաստատության տոնն է, կաթողիկե Էջմիածնի, եւ ինքը իր հոգևոր բովանդակությամբ ազատագրության խորհուրդ ունի, հոգևոր ազատագրության խորհուրդ ունի, վերականգնումի խորհուրդ ունի, հաղթանակի խորհուրդ ունի, եւ այնպես է ստացվել, որ նախախնամությամբ այսօրը համապատասխանել է, հուսամ, որ նաեւ այդ խորհրդի մեջ այսօր մեր կյանքը այդպեսին կլինի։ Հայաստանում երբեք ընտրությունները իշխանություն չի փոխել։ Կարծում եք այս անգամ հնարավոր է ընտրությունները իշխանություն փոխել։ Նայեք, մի խոսք եմ ասել ժամանակին, երբեք մի հարցրեք հնարավոր է թե անհնար, հարցրեք անհրաժեշտ է թե անհրաժեշտ չի, անհրաժեշտ է որ փոխվի։ Բայց մի բան է Սրբազան, Վայ, լայն հարցազրույց դարձավ արդեն։ մի բան է Սրբազան, ձեր պայքարը ինչու չհաջողվեց, այս ամիսներին Հիմա թողնենք այդ թեման, այսօրվա թեման չի։ Հետաքրքիր կարճ ուղղակի, հետո մենք ավելի լայն խոսենք այդ հարցի շուրջ։ Հիմա այսօրվա թեման չի։ Հանգարողներ եղան, որ չստացվեց, թե։ Այ ջան, այսօրվա թեման չի, էլի։ Գիտեմ, որ շտապում ես դու միշտ, բայց այսօր պահենք այսօրվա խորհրդի մեջ, հիմա հետո առիթ կլինի լայն երկար խոսենք ամեն ինչի մասին։ Ամենա Սրբազան ձեր հայրական հորդորը, որովհետև ասում են, որ մասնագիտական պրակտիկ կա, որ անկախ արդյունքների ընտրության փողոցային պայքար է լինելու, հորդորը կոչով այն ոստիկաններին, ովքեր կանգնելու են ժողովրդի դեմ, եթե ակտիվ։ Նայեք, սիրելիս, հիմա առաջ չընկնենք ոչ մի բանից։ Այս պահին մեզ համար կարևորագույն գործողությունը ընտրության գնալն է եւ ընտրություն կատարելն է։ Ինչպես ասացի, ոչ միայն իրավունքով, այլ նաեւ պատասխանատվությունը կրելով։ Հետագան ինչպես կընթանա, հաջորդ քայլը ցույց կտա։ Կարող է ոստիկաններ էլ չլինեն, ինչ իմանաս, չգիտես։ Հիմա թող գա ժամանակը։ Ամեն ինչ իր ժամանակով։ Խնդրեմ, սիրով։